Օկուպացված Շուշիում անցկացվող մեդիայի առաքելությունը խաղաղության խթանման գործում, ճշմարտության վերականգնում և վստահության ամրապնդում խորագրով 4-րդ գլոբալ մեդիա ֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է. վերջին տարիներին Հարավային Կովկասում տեղի ունեցած փոփոխությունները պահանջում են ամբողջությամբ վերանայել տարածաշրջանի նկատմամբ նախկին պատկերացումները։ Նրա խոսքով այդ փոփոխությունների առանցքում գտնվում է 2020 թվականի պատերազմը, որը ըստ Ալիևի փոխել է երկար տարիներ անփոփոխ համարվող իրողությունները։ Առանց մշտական շփումների և ընթացիկ իրավիճակի ընկալման դա անելը շատ դժվար կլինի, քանի որ Հարավային Կովկասի ընկալման նախկին մեթոդաբանություններն ամբողջությամբ հնացել են։ Սա արդեն լիովին այլ տարածաշրջան է համեմատած 5 տարի առաջվա հետ։ Տարածաշրջանում ձևավորվել են ազդեցության նոր կենտրոններ, ի հայտ են եկել տարբեր, երբեմն նաև իրար հակասող շահեր, սակայն Հարավային Կովկասը դեռևս չի դարձել քաղաքական, տնտեսական և տրանսպորտային առումով լիարժեք ինտեգրված տարածաշրջան։ Ադրբեջանի նախագահը քննադատում է նաև արևմտյան երկրների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, պնդելով, որ այն պայմանավորված է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շարժառիթներով։ Երբ Հայաստանը սկսեցին ներկայացնել գրեթե որպես տարածաշրջանի գլխավոր տրանսպորտային հանգույց, դա իհարկե մեծ տարակուսանք առաջացրեց։ Մի երկիր, որն ընդհանրապես որպես տարանցիկ պետություն գործելու փորձ չունի, հանկարծ դառնում է գլխավոր տրանսպորտային հանգույց։ Նման գնահատականների հիմքում քաղաքական շարժառիթներն են և Հայաստանին արտաքին ուժերի ազդեցության դաշտ տեղափոխելու փորձերը։ Հարավային Կովկասը չպետք է դիտարկվի որպես աշխարհաքաղաքական դիմակայության հերթական հարթակ։ Բաքուն թույլ չի տվել սեփական երկիրը ներքաշել նման հակամարտությունների մեջ և ակնկալում է, որ նույն մոտեցումը կորդեգրեն նաև հարևանները։ Ալիևը անդրադառնում է նաև Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի հետ հարաբերություններին, ընդգծելով, որ նախագահ Թրամփի քաղաքականությունը իր գնահատմամբ էապես տարբերվում է նախորդ ամերիկյան վարչակազմերի մոտեցումներից։ Մեր իրավիճակում նրա դերը շատ կարևոր էր նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հասան եզրափակիչ փուլին, մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը։ Նրանք լիովին հասկացան մեր մտահոգությունները խաղաղության վերաբերյալ։ Նրանք նաև հստակ հասկացան Զանգեզուրի միջանցքի կարևորությունը, որը կկապեր Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, և նրանք շատ արդյունավետ աշխատեցին համոզելու Հայաստանին, որ այս խաղաղությունը կարևոր է նրա համար։ Այս հայտարարություններին զուգահեռ Ռուսաստանից կրկին հնչում են կոշտ գնահատականներ Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության վերաբերյալ։ Ռուսաստանցի քաղաքագետ Դմիտրի Լիսենկովը պնդում է, որ Արևմուտքը Հարավային Կովկասում իրականացնում է նույն ռազմավարությունը, որը ըստ նրա նախկինում կիրառվել է Ուկրաինայի նկատմամբ։ Իրականում ես շատ եմ մտահոգված, որ Հարավային Կովկասի ժողովուրդների համար Արևմուտքը պատրաստում է նույնպիսի ճակատագիր, որն ի սկզբանե կանխորոշված էր Ուկրաինայի համար, երբ այդ երկիրը տասնամյակներ շարունակ պատրաստվում էր որպես նույն գլոբալիստական խոյահարման գործիք ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանը հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական ընտրության առաջ։ Պաշտոնական Երևանը փորձում է մի կողմից զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, մյուս կողմից չկորցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Եթե Հայաստանը և տարածաշրջանի ցանկացած այլ երկիր համաձայնի այն պայմաններին, որոնք Եմեն թելադրում է անդամակցելու համար, ապա այն անմիջապես կընկնի գոյատևման շատ կոշտ կապանքների մեջ։ Այսպիսով, թե Բաքվից, թե Մոսկվայից հնչող ուղերձների առանցքում կրկին Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունն է։ Ալիևը խոսում է տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների և հաղորդակցությունների մասին, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է զգուշացնել Երևանի եվրոպական ուղղության հնարավոր հետևանքների մասին։ Այս պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի շուրջ քննարկումները շարունակում են մնալ Հարավային Կովկասի քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը։ Ֆրիդա Ղազարյան, Վահագ Մխիթարյան, TB News։